Տեխնիկական խնդիրներ կամ օդաչուների սխալ, սրանք են նախօրեին Սև ծովում ռուսական Tu-154 օդանավի կործանման հիմնական վարկածները։ Աղետի հետաքննությամբ զբաղվող կառավարական հանձնաժողովն ահաբեկչությունը որպես հիմնական վարկած չի դիտարկում։ Օդանավի սև արկղերը դեռևս չեն հայտնաբերել։ Ռուսաստանի պաշտպանության նախարարության Tu-154 օդանավի կործանման հետևանքով 92 մարդ է զոհվել, 84 ուղևոր եւ անձնակազմի 8 անդամ։ Թռիչքից գրեթե անմիջապես հետո կործանված օդանավը սիրիական Լաթաքիա էր մեկնում ՀՄԻՄ ռազմաբազայի ռուսական ավիախմբի ամանորը շնորհավորելու։ Ինքնաթիռում են եղել Ալեքսանդրովի անվան երգի եւ պարի համույթի արտիստները, 3 հեռուստաալիքների լրագրողներ, զինվորականներ եւս մի քանի անձ։ Ավիաաղետի լուրը ցնցել է իտալացի հայտնի երգիչ Տոտո Կուտունյոին։ Պարզվում է Ալեքսանդրովի անվան համույթի ներկայացուցիչների խնդրանքով նա նույնպես պետք է այդ օդանավով Սիրիա մեկներ, բայց չի կարողացել փոխել նախապես ծրագրված համերգային գրաֆիկը։ Սկսում եմ հավատալ ճակատագրին, հայտարարել է Կուտունյոն։ ԵՏՄ անդամ պետությունների ղեկավարները կրկին հանդիպել են Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին եւ ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին մասնակցելու նպատակով առավոտյան Ռուսաստան է մեկնել նաեւ նախագահ Սերժ Սարգսյանը։ Արդեն երկրորդ անգամ սակայն նախագահները հավաքվում են ոչ ամբողջական կազմով։ Հոկտեմբերին Հայաստան չէր եկել Ղազախստանի նախագահը, Պետերբուրգյան հանդիպումից էլ բացակայում է Բելարուսի ղեկավարը։ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը մեկնարկել է Սոչիում Tu-154-ի ավիաաղետի զոհերի հիշատակը 1 րոպե լռությամբ հարգելով։ Սարգսյանը նիստում ունեցած ելույթում ներկայացրել է միության գործունեության մեր երկրի գնահատականները, խոսել ձեռքբերումների մասին, բայց նաև ընդգծել, որ չնայած լուրջ առաջընթացին բազմաթիվ հարցեր բաց են մնացել։ Ожидание бизнеса и граждан от создания деятельности Союза, связанные с ролью модернизации экономики, повышения качества жизни граждан, остаются нереализованными. Правовая основа частично сформирована, но сохраняются ограничения использования интеграционного потенциала, что, по нашему мнению, не позволяет оперативно реагировать на ухудшение ситуации мировой экономики. Սերժ Սարգսյանը կարևորել է արդյունավետ համագործակցության հաստատումը, ինտեգրացիոն միության միջազգային դիրքավորումը, այս առումով առանձնացնելով ԵՏՄ մաքսային օրենսգրքի ընդունման անհրաժեշտությունը։ Принятие таможенного кодекса весомый шаг на пути нашей дальнейшей интеграции, так как он очерчивает переход к единому таможенному регулированию на всем пространстве экономического союза. Важно, что новым кодексом установлены передовые, соответствующие международным стандартам подходы. Հավաքի ավարտին երկրների ղեկավարները, այդ թվում Ղրղստանի նախագահը ստորագրել են մաքսային օրենսգիրքը, ավելի վաղ Ղրղստանը չէր ստորագրել այն։ Իսկ ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանում երկրորդ անգամ հետաձգվել է կազմակերպության նոր գլխավոր քարտուղարի ընտրությունը։ Նիկոլայ Բորդյուժան տեղեկացրել է, որ ընտրությունը կկատարվի խորհրդի ապրիլի հերթական նիստում։ Տեխնացուի քննարկումն ու ընտրությունը նրա հավաստմամբ հետաձգվել է քվորումի բացակայության պատճառով։ Դեռևս հոկտեմբերին կայացած Երևանյան հանդիպման ժամանակ ռոտացիոն սկզբունքով ՀԱՊԿ ղեկավար պետք է ընտրվեր Հայաստանի ներկայացուցիչը, ինչը սակայն չարվեց։ Այդ ժամանակ լուրեր տարածվեցին, որ կողմերը համաձայն չեն Հայաստանի ներկայացրած թեկնածուին։ Կապանում 26-ամյա ծննդկան է մահացել Մարինե Իվանյանն առաջնեկին բնական ճանապարհով է լույս աշխարհ բերել, բայց երեխան մահացած է եղել։ Ծննդաբերությունից մոտ կես ժամ անց կնոջ մոտ արյունահոսություն է սկսվել, բժիշկները չեն կարողացել դադարեցնել այն։ Ծննդատան վարիչ Սամվել Միկոյանը նշել է, որ պտուղը մեռելածին է եղել, ինչի հետևանքով Մարինեի մոտ արյան մակարդելիության խանգարում է առաջացել։ 26-ամյա կնոջն ընդունել են պտղի ներարգանդային մահով, չեն համարձակվել Երևան տեղափոխել, բայց մինչև վերջ պայքարել են, որ արգանդը չհեռացնեն եւ հետագայում կարողանա հղիանալ։ 26-ամյա ծննդկանի եւ նորածնի մահվան դեպքի առիթով քրեական գործ է հարուցվել։ Նշենք, որ վերջին ամիսների ընթացքում սա 4-րդ դեպքն է, որ ծննդաբերությունից հետո կինը մահանում է արյունահոսության հետևանքով։ Ինչ վտանգներ է պարունակում վրացական նավթի եւ գազի կորպորացիայի բաժնետոմսերի 25%-ի վաճառքը, որով հետաքրքրված է ադրբեջանական Սոկարը։ Հայաստանի էներգետիկ անվտանգության համար այդ գործարքի ռիսկերի հարցով քննարկման ժամանակ փորձագետ Արմեն Մանվելյանը կարծիք է հայտնել, որ Սոկարը Հայաստան մտնող գազատարով հետաքրքրված է զուտ մեր երկրի հետ հարաբերությունների առումով, առավել եւս, որ արդեն հայտարարվել է առևտրային տեսանկյունից բաժնետոմսերի ձեռքբերումը շահավետ չէ։ Ըստ փորձագետի խնդիրն այս դեպքում քաղաքական ենթատեքստ ունի։ Վրացական կողմը սակայն շարունակում է պնդել,
Կորպորացիան ցանկանում է վաճառքի արդյունքում լուծել իր ֆինանսական խնդիրները։ Վրաստանի զարգացման ինստիտուտի կառավարման խորհրդի նախագահ Գիա Խուխաշվիլիի հավաստմամբ 25% ընկերության մենեջմենթում հատուկ իրավունքներ չի տալիս։ Մյուս կողմից Վրաստանը միջազգային պարտավորություններ ունի եւ խստորեն վերահսկելու է գազի տարանցումը։ Միջազգային ընկերությունը եւ խաղի կանոններին հետևելու է նաեւ Սոկարը եւ ցանկացած դեպքում դրամատիկ զարգացումները բացառված են։ Տարին ավարտվում է հերթական կորուստներով, կյանքից հեռացել է դիվանագետ Բրազիլիայում Հայաստանի նախկին դեսպան Աշոտ Եղիազարյանը։ Նա բազմաթիվ պաշտոններ է զբաղեցրել ԽՍՀՄ, ՀԽՍՀ արտգործնախարարություններում, այնուհետև անկախ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունում։ 2002 թվականին Աշոտ Եղիազարյանին շնորհվել է արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարարի դիվանագիտական աստիճան։ Հանկարծամահ է եղել Կարգին սերիալից հայտնի ջեման Ժենյա Մկրտումյանը։ Դերասանուհին 68 տարեկան էր։ Նրան վատ ինքնազգացողությամբ հիվանդանոց են տեղափոխել, սակայն բժիշկները չեն հասցրել որևէ քայլ ձեռնարկել։ Ժենյա Մկրտումյանը Սունդուկյանի անվան թատրոնի դերասանուհի էր։ Հեռուստատեսությամբ վարել է Հեքիաթ նեկանչում, ռուսաց լեզու հաղորդումները, խաղացել մի շարք հեռուստատեսային ներկայացումներում, Մեր բակը 2-3 ընկեր, Տաքսի էլի լավա, Եթե բոլորը, Շնորհակալություն հայրիկ եւ այլ ֆիլմերում։ 52 տարեկանում կյանքից հեռացել է միջազգային գրոսմայստեր Աշոտ Անաստասյանը։ Շախմատի Հայաստանի ութակի չեմպիոնը ծնվել էր 1964 թվականին Երևանում։ Նա միջազգային գրոսմայստերի կոչում է ստացել 1993-ին։ Հայաստանի հավաքականի կազմում 6 անգամ մասնակցել է շախմատի օլիմպիադաների, հուլիսին Դրեզդենում աշխարհի վետերանների թիմային առաջնության փոխչեմպիոն է դարձել։ Համաշխարհային աստղերի շարքերը նույնպես նոսրացան։ Մեծ Բրիտանիայում մահացել է աշխարհահռչակ երգիչ Ջորջ Մայքլը։ Նա 53 տարեկան էր։ Ջորջ Մայքլը կամ Յորղոս Կիրիակոս Պանայոտուն ծնունդով Կիպրոսից էր։ Նա 2 անգամ արժանացել է Գրեմմի, 5 անգամ MTV-ի մրցանակի։ Երգչի ներկայացուցիչը մահվան պատճառը չի նշել։ Last Christmas Hit-ը կատարողը կյանքից հեռացել է հենց Սուրբ Ծննդի օրը։ Եղանակը խափանել է օդանավակայանների աշխատանքն ու մարդկանց ծրագրերը։ Մոսկվայում անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով դեպի Երևան մի շարք չվերթներ են հետաձգվել։ Զվարթնոց օդանավակայանի մամուլի ծառայության հաղորդմամբ հետաձգվել են ինչպես Մոսկվա-Երևան, այնպես էլ Երևան-Մոսկվա որոշ չվերթներ։ Բացի այդ չեն իրականացվել Երևան-Կիև, Երևան-Նովոսիբիրսկ, Երևան-Կրասնոդար չվերթները։ Դեկտեմբերի 26-ին բոլոր հիմնական փոխարժեքների աճ է արձանագրվել։ Արդյունքում դոլարի փոխարժեքն այսօր կազմել է 482 դրամ, եվրոին է 504, ռուբլունը 7 դրամ 94 լումա, ֆունտինը 592 դրամ։ Դեկտեմբերի 27-ին ձյունը կշարունակի ուրախացնել երեխաներին, իսկ վարորդների համար խնդիրներ ստեղծել։ Հանրապետության շրջանների մեծ մասում տեղումները կշարունակվեն, առանձին հատվածներում բուք եւ ցածր տեսանելիություն կլինի։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Երևանում նույնպես վաղը ձյան թույլ տեղումներ են սպասվում։